Երեք վարչապետի եւ Լևոն Քոչարյանի սուր այդ բանավեճից հետո այսօր իրավապահները մտել են Լևոն Քոչարյանի բնակարան, զուգահեռ նաեւ Ռոբերտ Քոչարյանին առնչվող բնակարաններում հասցեներում են խոզարկություններ, ինչպես նաեւ ձերբակալվեցին նա եւ նրա որդին եւս 4 անձ, սա քաղաքական պատվեր էր։ Գիտեք, քաղաքական պատվեր կլիներ, եթե գործ կարվեր մարդկանց վրա։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ այդ տասնյակ դեպքերը, որոնք հրապարակված է հակակոռուպցիոն կոմիտեում, հեկտարներով հողամասեր, շենքեր Երևանի կենտրոնում, հա, այդ ամեն ինչը բացահայտվել է 13 ժամվա ընթացքում, ես իմ ելույթում էլ ասացի։ Վարչապետը երևի ժամը 17:30 էր, 18:00-ն միջև, այդ ընթացքում է խոսել, այդ հայտնի հարց ու պատասխան այդ ժամանակ ա եղել, դրանից ասում է 13 ժամ, առավոտյան այդ խոզարկությունն է լինում, մտածում եք այդ 13 ժամվա ընթացքում գործ է կարվել մարդկանց վրա։ Դա տևական ժամանակ աշխատանք էր, բայց արդարացիորեն կարող եք դուք եւ հասարակությունն ասի, իսկ ինչու, երբ որ վարչապետը խոսեց, նոր այդ գործը ոնց որ բան արեց, տեմպ ստացավ եւ մենք էլ այդ հարցը վարչապետն էլ ամբիոնից տալիս է, ինչի համար է դանդաղում այս process-ները եւ դատաիրավական համակարգից դժգոհությունների մասին եւ մենք ամենաշատն ենք խոսել։ Այո, քաղաքական պատվերը իրենք են պնդում եւ բացի այդ փաստաբանն ասում է, որ դատարանը թույլատրել է խոզարկել միայն 3, ճիշտ է ժամը հայտնի չէ, բայց ասում է սա զուգադիպություն է, որ 3 է թույլատրել Փաշինյանի ելույթի ժամանակ։ Տեսեք, դուք հիմա հարց եք տալիս, որին ես արդարացիորեն չեմ կարող պատասխանել, որովհետև ես չեմ տիրապետում, երբ է դատարան, ուրեմն երբ են դիմել խոզարկության համար, երբ են ստացել, ես դա չեմ կարող ասել։ Խնդիր տեսնում եմ, թե չէ, այդ դրվագով ասացի, որ դրվագով եմ տեսնում, իսկ որ սա ուրեմն քաղաքական պատվեր է եւ քաղաքալատյալ է Ռոբերտ Քոչյանը, ինձ թվում է ձեր ծիծաղն էլ կգա սրանից։ Բայց վարչապետը նշեց, որ այդ հրահանգը իջեցրել էր 2026 թվականի հունիսի 5-ին։ Այսինքն ստացվում է իրավապահներն են հապաղել այդ քաղաքական հրահանգը իջեցված է եղել։ Մի քիչ ճիշտ չի ձևակերպումը, որովհետև սա ժողովրդին տված խոստում է, որի մանդատը վարչապետը ստացել է եւ որի հետ կապված հրապարակային մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիների առաջ խոսել է, որ պետք է ի վերջո արդարադատությունը հաղթի եւ ողջ գողանը հետ վերադարձվի համայնքին, քաղաքացուն, պետությանը։ Սրա մասին է վարչապետն ասում, մի քիչ ձեր ձևակերպմամբ այլ բան է ստացվում։ Ժողովրդին վերադարձվել է, ինչպես է արտահայտվել, ինչպես է ժողովուրդը իր կյանքի վրա դա զգալու։ Տարբեր կերպ Նախ օրինակ ապօրինի գույքով երբ որ հաշտություն է կնքվում կամ հետ է վերադարձվում, այդ ամբողջը հետ է վերադարձվում բյուջե։ Իսկ բյուջեից արդեն տարբեր բաների տեսքով վերադարձվում է քաղաքացուն։ Դա կլինի ասֆալտի տեսքով, լուսավորության տեսքով, բարձրացված թոշակի տեսքով, թե Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին աջակցության տեսքով, ինչ որ մի տեսքով դա հետ է վերադարձվում։ Որ քաղաքացուն է վերադարձում, կարող է Նարեկ Նալբանդյանին է վերադարձում։ Ես դրա հետ կապված այն ինֆորմացիան չունեմ, էլի որ այդ հարցին ինչ-որ կերպ պատասխանեմ, բայց ձեր հարցադրման հետ կապված տարբեր պարզաբանումներ եղել են եւ ավել բան չունեմ ավելացնել։ Տիկին Հակոբյան, երբ որ վարչապետ Փաշինյան նիստերի դահլիճում ասաց կզսնելու եմ, դուք ծափ տվեցիք։ Ուզում եք կզսնելու տեսարաններ տեսնել, ինչով էր պայմանավորված ձեր ոգևորությունը իր կզցնելու արտահայտությամբ։ Հարցը բառին չի վերաբերում, հարցը երևույթին է վերաբերում, որ այն մարդիկ, այո, որոնք տասնամյակներով գողացել են, օրինակ, չգիտեմ, սպայի շենքը, կասկադից հեկտարներ, տարբեր շինություններ, այդ մարդիկ պետք է քաղաքական առումով, այո, պետք է պատասխան տան եւ հարցը սրան էր վերաբերում, ոչ թե բառերին։ Իսկ այդ բառը ինչ։ Բարեվարկության նորմերին համապատասխանում է կզցնելը։ Մենք ունենք համապատասխան մարմիններ, եթե կգտնեն բարեվարկության կանոններին չի համապատասխանում, կարող են ուրեմն նախաձեռնեն գործողություններ, վարչապետը մեր կառույցներին վստահում է, հարգում է եւ կատարում է նրանց որոշումները։ Ասացիք հեկտարներով գողացել են։ Եթե ես լինեի այդ գողացած մարդը, ես դժվար հայտնվեմ նորից պաշտոնյայի կարգավիճակում։ Ես ասացի ինչի մասին է խոսքը։ Եթե ես լինեմ այն գողացողը, որը պետք է պատասխանատվության ենթարկվի այս կամ այն բառով, ապա ինձ նախ ես չեմ այդ կարգավիճակում հայտնվի գողացողի եւ երկրորդը իմ թիմը չի աջակցի ինձ եւ մի հատ էլ հայտնվեմ պաշտոնյայի կարգավիճակում